Հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ից տեղեկացնում են եղանակի կանխատեսման մասին մարտի 31-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում։ Երևանում մարտի 31-ից 3-ը ապրիլի 2-ից 3-ին օրվա ընթացքում 5-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև, մարտի 31-ին սպասվում է քամու ուժ գնացում 17-ից 20 մետր/վայրկյան արագությամբ, ապրիլի 1-ին 4-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Մարզերում մարտի 31-ից 3-ը ապրիլի 2-ից 5-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 31-ից 3-ը ապրիլի 3-ին նաև ամպրոպ, ապրիլի 1-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ, մարտի 31-ին առանձին շրջաներում սպասվում է քամու ուժ գնացում 17-ից 22 մետր/վայրկյան արագությամբ, ապրիլի 2-ից 4-ին 15-ից 20 մետր/վայրկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը մարտի 31-ից 3-ը կնվազի 4-ից 5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունից էլ զգուշացնում են՝ մի այրեք խոզաները և բուսական մնացորդները։ Հանրության շրջանում թյուր կարծիք կա, որ գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կամ հետո խոզաների ու բուսական մնացորդների այրումը նպաստում է հողի որակական հատկանիշների բարելավմանը, սակայն այրելով խոզաները դուք պարզապես նպաստում եք շրջակա միջավայրի կարևորագույն բաղադրիչների ոչնչացմանը և մասնավորապես հողի որակական հատկությունների կորստին։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից էլ հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանցմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։